Ողջույն բոլորին, այսօր առաջարկում եմ պատրաստել մեղրով և մածունով շատ համեղ նրբահամ խմորեղեն։ Այս խմորեղենը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև փափուկ և շատ ծակոտկեն։ Շոկոլադե մեղրահամ այս խմորեղենը մեկ անգամ պատրաստելուց հետո վստահեցնում եմ, որ շատ հաճախակի կպատրաստեք։ Շոկոլադե մեղրահամ խմորեղեն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Նախքան բաղադրատոմսին անցնելը բաժանորդագրվեք հայկական խոհանոց ալիքին, որտեղ կգտնեք շատ համեղ բաղադրատոմսեր։ 4 ձուն հարում ենք 250 գրամ շաքարավազի և 2 ճաշի գդալ մեղրի հետ, այնքան մինչև զանգվածը փրփրի։ Այս բաղադրատոմսի մեջ մեղրը պարտադիր բաղադրիչ է և այն շերտերին շատ յուրահատուկ համ է հաղորդում։ Երեքից 4 րոպե լավ հարելուց հետո ավելացնում ենք 50 մլ արևածաղկի ձեթ և 350 գրամ մածուն։ Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Մածունը և արևածաղկի ձեթը ավելացնելուց հետո կրկին հարում ենք 1-2 րոպե։ Ավելացնում ենք 400 գրամ ալյուր։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով։ Այդպես շերտերը ավելի ծակոտկեն են ստացվում։ Ավելացնում ենք նաև 3 ճաշի գդալ կակաո և 2 թեյի գդալ փխրեցուցիչ։ Եթե ձեռքի տակ փխրեցուցիչ չկա, ապա թաց բաղադրիչների հետ կարող եք ավելացնել 1 թեյի գդալ սոդա։ Բաղադրիչները մի լավ խառնում ենք։ Պետք է ստանանք նման խտության խմոր։ Խմորը բաժանում ենք երկու մասի և թխում ենք 2 շերտ նախապես տաքացված ջեռոցում 200 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում։ Խմորեղենի բաղադրիչների հստակ չափաբաժինը կգտնեք նկարագրությունների բաժնում։ Մեր խմորեղենի առաջին շերտը արդեն պատրաստ է։ Մինչև կթխվի նաև երկրորդ շերտը, պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 300 մգ սերուցք և 1 բանկա եփած խտացրած կաթ, 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Եթե ցանկանում եք ստանալ լավ սերուցքային կրեմ, ապա սերուցքը նախքան օգտագործելը դրեք 12 ժամ սառնարան։ Սերուցքը սկսում ենք հարել հարիչի ամենացածր արագությամբ, ապա արագությունը քիչ-քիչ բարձրացնում ենք։ Ընթացքում ավելացնում ենք նաև 1 բանկա եփած խտացրած կաթը և 1 թեյի գդալ վանիլային շաքարավազը։ Հարում ենք ևս 2-ից 3 րոպե և մեր սերուցքային կրեմը արդեն պատրաստ է։ Շերտերը թխված են, կրեմը պատրաստ է, մնում է շերտերը միացնենք կրեմով։ Կրեմը բաժանում ենք երկու մասի։
Մի մասը քսում ենք առաջին շերտի և երկրորդ շերտը դնելուց հետո մի փոքր ձեռքով սեղմում ենք, ապա ավելացնում ենք կրեմի մնացած մասը։ Թխվածքի վրա քերում ենք 80 գրամ դառը շոկոլադ։ Դառը շոկոլադը շատ լավ համադրվում է սերուցքային կրեմի հետ։ Փորձեք, իսկապես շատ համեղ է ստացվում։ Խմորեղենը դնում ենք 2 ժամով սառնարան, ապա նոր միայն կտրում ենք։ Տեսեք, թե որքան փափուկ խմորեղեն է ստացվել։ Իսկապես դրախտային վայելք է։ Այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, եղեք առողջ և օժտված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։